Երևանում դատում են Հայաստանի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը։ Բաքվում դատում են Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը։ Զուգահեռ դատական գործընթացներում Երևանում մարդիկ ուղիղ կապ են տեսնում։ Ստացվում է Արցախի ազատագրական պայքարի մասնակիցների մի մասին Հայաստանում են դատում, մյուսներին Ադրբեջանում։ Ամոթապրոստը մեր երկրի հետ հերոսներ են, իրանք մեծ ներդրում են ունեցել մեր երկրի համար, չի ուզի օրինակը տենցելներ էլի։ Իսկ արդար դա սպասելի երկու։ Չէ, արդարություն ոչ միտեղ, ոչ ստեղ, ոչ այնտեղ չի կարող լինի։ Իմ կարծիքով սա քաղաքական դատավարություններ են, ավելի շատ պատժելու միտում ունի, քան արդար դատավարության։ Հայաստանում էլ Ադրբեջանում էլ։ Իհարկե։ Իսկ Բաթեշտամին ինչ է անում։ Դատում են նրանց, ովքեր պայքարել են մեր համար, Արցախի համար։ Մտածված մեր հայ այդ լավերին, ով առաջադեմա, ով խելացիա դատում են, որ իրանք ինչ ուզեն անեն, որ Հայաստանը կործանեն, ու սա հաստատ կործանման է տանում, ուրիշ ոչ մի բան։ Արցախի առաջին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արդարացումից 3 տարի անց վերաբացված գործով դատավորը Սարգիս Պետրոսյանն է։ Դատավոր է նշանակվել նախորդ տարվա հուլիսին, մինչ այդ 2018 թվականի ազգային ժողովի արտահերթ ընտրություններին եղել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու։ Պետրոսյան Սարգիս Ռաֆիկի, խնդրում եմ ողջունել։ Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներին զինված ուժերի գեներալիտետին դատում է Զեյնալ Աղաևը, Ադրբեջանում հայտնի որպես անցանկալի լրագրողներին ազատազրկող, ինչպես նաև Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ հեղաշրջում կազմակերպելու համար մեղադրվող շիա կրոնական պահպանողական ակտիվիստներին պատժող դատավոր։ Ադրբեջանի գլխավոր դատախազը Քյարամ Ալիևն է, մարդ, որ 25 տարի նույն պաշտոնին է Իլհամ Ալիևի մերձավորներից։ Հայաստանի գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Աննա Վարդապետյանն է, նրա կնոջ Աննա Հակոբյանի մոտ ընկերուհին։ Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը պաշտպանող դատախազներն են Հայկ Հովհաննիսյանը, Արմեն Օսեյանը։ 2018-ին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր չընտրված դատավոր Սարգիս Պետրոսյանը հաճախ է աչքի ընկնում դատական նիստերի մասնակիցներին նկատողություններ անելով, սանկցիաներ կիրառելով նրանց դեմքի արտահայտության, շպտալու կամ մեկ այլ պատճառով։ Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի սկզբում առաջարկեց կանոններ սահմանել, թե դեմքի ինչ արտահայտություն պետք է ունենան իրենք, որպեսզի եւ ինքը եւ դատավարության մյուս մասնակիցները դատական սանկցիայի չենթարկվեն։ Նկատողություն եմ ստացել ձեռի շարժման համար։ Հիմա ես շատ կցանկանայի, որ այս դատարանը կանխատեսելի դատարան լինի, չեմ ցանկանում նկատողություն ստանալ սանկցիայի նկատմամբ, ամեն փաստաբանի նկատմամբ, որովհետև կարող է 3 անգամ կերարեք, հետո զրկեք փաստաբանի իրավունքից ինձ պաշտպանելու եւ հասնել նրան, որ այս դեպքում փորձալու փաստաբան հնարավորինս չմնա։ Բայց չգիտես ինչու դատավոր Սարգիս Պետրոսյանը այս գործով տուժող ճանաչվածների նկատմամբ միայն նախազգուշացում է հայտարարում։ Այն դեպքում, երբ նրանցից Սարգիս Քլոյանը փաստաբան Արամ Վարդևանյանին սուտասան է անվանում, երբ Վարդևանյանը դատարանին կրկին առարկություն է ներկայացնում, որ նիստերի քարտուղարը իր պաշտպանյալներին մեղադրյալ է ներկայացրել, սակայն նրանք մեղադրյալներ չեն։ Դուք ինչ եք անում։ Արարքում եք դատարանի գործողությունները։ Դատարանի։ Ինչ եք քարտուղարի ասում։ Ասում եմ, որ աշխարհաճած սուտասան փաստաբանն է, այդ եմ ասում։ Պատվարժան դատարան, եթե իրականում չեք կիրառում դատավարական սանկցիա, այն պայմաններում, որ նախորդող դատավարական նիստերի ընթացքում, այդ թվում նախագահի և մյուս մասնակիցների նկատմամբ դուք միշտ սանկցիա կիրառել եք, և այս պարագայում, երբ ես միշտ էլ ասել եմ, ամեն դեպքում պարոն Քլոյանի վիշտը ես ընկալում, բայց պարոն Քլոյանին որևէ մեկը իրավունք չի տվել, առավել ևս իմ նկատմամբ նման արտահայտությամբ հանդես գալու։ Դատական հերթական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը սկսում է իր մի քանի տասնյակեջանոց դիրքորոշումը հայտնել։ Հասկանալի է, քանի որ Նա պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբացված գործով մեղադրանքը վերավորակավորելու դատախազության միջնորդությունը պետք է թողնել առանց քննության կամ մերժել։
Օրբելյանը դատարանին հիշեցնում է, քրեական գործին է միացվել հակասահմանադրական ճանաչված հոդվածով գործը, որով մեղադրանք էր ներկայացվել Քոչարյանին և մյուսներին, և որ մեղադրող կողմը չէր կարող բարձրացնել մեղադրանքի վերավորակման հարցը։ Օրբելյանը փաստեր է ներկայացնում, պնդելով, որ այս գործն առհասարակ չէր կարող քննվել, իրավաբանորեն չկա մեղադրանք։ Դատախազը դրսևորել է անգործություն և ինքնին մտցրել է փակուղի։ Քանի որ առաջին ատյանի դատարանում ունենալու մեղադրանք, պարոն Մարիսյանին չի վերաբերում սա իմ ուժերը, չէ՞, այսինքն դատախազը տվյալ գործով այն փուլում ներկա դատախազի մասին եմ ասում, չի օգտվել դրանից, իսկ այժմ իրականացված քննությունը չի կարող օգտագործվել դատախազի ձախողումներն ու թերացումները վերացնելու, քանի որ այն չի արձանագրվել որպես տորադաս դատարանների կողմից թույլ տրված դատական սխալ, վճռապետ դատարանի կողմից կամ որևէ այլ դատարանի կողմից։ Միջնորդության վերաբերյալ դիտարկումների շարունակությունը երկրորդ նախագահի պաշտպանական կողմը կներկայացնի հաջորդ դատական նիստին, ապրիլի 21-ին։ Էդգար Ղուշչյան, Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան և Միլենա Պողոսյան, Հայլուր։